Ձեզ դիտակետն ուղիղ եթերում է։ Կզրուցենք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի եւ ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Կարնիկ Իսագուլյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նայք, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Ղազարյան, միանգամից նշեմ, որ տեղյակ եմ, վստահ եմ շատերն էլ դիտել են, որ եկել եք ազգային ժողովից, այնտեղ լսումներ էր ընթանում, ինչպես միշտ հարցեր հնչեցրեցիք, սուր հարցադրումներ։ Հիմա փորձենք հասկանալ առհասարակ այսօր ինչ էր քննարկում այդ լսումների ընթացքում եւ ինչ խնդիր լուծեց այդ լսումները եւ ձեր տպավորությունները։ Խորհրդանական լսումները հրավիրել էր ազգային ժողովի անվտանգության, ներքին գործերի, պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը։ Ես ազգային ժողովում մասնակցում եմ բոլոր խորհրդանական լսումներին, անկախ դրանից թե ով է կազմակերպիչը, որ հանձնաժողովը, որպես քաղաքացի հետևում եմ պարբերաբար ազգային ժողովի կայքի գերառումներին, երբ գրում եմ, որ խորհրդանական լսումներ կա, զանգում եմ էլեկտրոնային փոստով նամակը գրում եմ, գրանցվում եմ, հետևողականորեն ստուգում եմ, տեսնում եմ գրանցվել եմ թե չէ, գնում եմ մասնակցություն, այսպես որ իրանք ինձ ընդ չեն սպասում։ Ես չեմ կարծում, բայց գնում եմ ու ինձ համար կարևոր չի թեման, որովհետև բոլոր թեմաներն էլ կարան մեր հասարակությանն ինչ որ մի ձևով հետաքրքիր լինեն։ Եվ ես գնում եմ դրանց մասնակցում եմ լիարժեք ձևով, այսինքն նախապես նախապատրաստվում եմ նախ հնարավոր հարցերը, ելույթից հիմնական կետերը եւ այլն, այսինքն ջանք եմ գործադրում նախապատրաստվելու համար եւ տեսնում եմ ԿՊԵ-ականների այն սարսափած հայացքները, երբ որ իրանք ինձ տենում են ազգային ժողովի շենքում, որովհետեւ իրանք գիտեն, որ դա հաստատ իրանց համար լավ բանի մասին չի մնդե ներկայանալը եւ իրանք ինձ ընդ սարսափած սպասում են այլ կարգավիճակում ու իրանք առաջիկայում կտեսնեն նաեւ այդ կարգավիճակը ու այտենց բան կա, չէ, ասում է ժողովրդական ասացված կա, էլի պետք չի ուղի իմաստով, շամպես հասկանում են։ Չէ, ասենք այդ դրական իմաստով ասում, չէ, շունը որպես հասկացող կենթանի բան, ասենք ինք ամեն ինչ հասկանա, չի կարում խոսել։ Հիմա իրանք էլ հիմնականում չեն կարում խոսեն, ու մեկ-մեկ ասենք փորձում են խոսեն, ասենք օրինակ այսօր Խաչատուր Սուքեսյանը փորձեց խոսի, ասենք պատմում են Խաչատուր Սուքեսյանը խոսի։ Ասենք վիճակը գիտես ավելի լավ է սուս նստես, էլի կամ են գայիշնիկը այդ նիստերը նախագահողը ու ինչով է հետաքրքիր այդ հանձնաժողովի լսումները նախորդ լսումները որը կազմակերպել էր այդ հանձնաժողովը այդտեղ սկանդալային լսումներն էր որից հետո Աղազարյան Հովիկը թռավ Նարեկ Զեյնալյանը գնաց Ասլանյան Հակոբը Հովիկի հետևից Վիլեն Գաբրելյանը դրա հետևից 3 պատգամավոր այդ օրվանից թռել են դուրս այդ օրվա լսումների հիման վրա հրաժարական չէ WhatsApp-ով հեռացվեցին քննչական կոմիտեի ղեկավարը, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը, բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ներքին գործերի նախարարը, ու հիմա պատկերացնեք, ասենք ընդ եկել է ոստիկանության պետը։ Եվ ես իրեն ասում եմ, պետքա զգույշ ելնեք։ Այս լսումներից հետո դուս եկեք WhatsApp-ից ջնջեք ձեր հեռախոսի համար բանը, որ զանգի դուք ասես ես WhatsApp չունեմ, ես փոխել եմ, սիգնալը։ Հա, Telegram-ով։ Դե Telegram կարող է, չգիտի ինչ է, կամ չի օգտվում։ Տգետների դպրոցում չգիտեմ, որ ծրագրից են օգտվում։ Որովհետև ասենք ամբողջ լսումներից ինչ է, թեման նվիրված է ճանապարհային անվտանգության խնդրին, չափազանց կարևոր խնդիր, իսկապես խնդիրը շատ կարևոր է, որովհետև այս կառավարությունը դա մեր ժողովրդին սպանող կառավարությունն է, չէ՞։ Ու դրանք մեր ժողովրդին սպանում են բոլոր հնարավոր դրսևորումներով, ամեն մեկ իր ոլորտում։ Օրինակ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները մահվան նախարարն են, չէ՞, Հայաստանի Հանրապետության մահվան նախարար Արսեն Թորոսյան։ Դա COVID-ն էր պատճառ դարձրել հազարավոր հայերի մահը կազմակերպելու համար։ Իր պաշտոնավարման շրջանում կարան նստի վիճակագրորեն հաշվի, թե քանի մարդ է մահացել հիվանդանոցներում COVID-ից կամ ուղեկցող հիվանդություններից կամ եթե ոչ այդ ժամանակ, մինչև հիմա շատ մարդիկ իրաց մահվան պատճառը դառնում են առողջական խնդիրներ, որ առաջացել է COVID-ի ժամանակաշրջանում։ Պատերազմ, շատ լավ կարան հաշվեն, թե քանի մարդ են սպանել, քանի մարդ են դարձրել հաշվանդամ 20 թվի, 21 թվի, 22 թվի պատերազմական գործողություններով։ Հիմա էլ ասում են լավ, մեր կուսը ողջ են մնացել, դրանք էլ ավտո ունեն, դրանք էլ հետիոտներ են, դրանց հարցերն էլ դի լուծենք ճանապարհային երթևեկության վիճակագրություններին ներկայացնում, թե քանի 101 տարվա ընթացքում 333 մարդ է մահացել, դա օրը մի մարդ մահանում է միայն ճանապարհաերթևեկության այդ պատահարներից, չասեմ քանի մարդիկ ստանում են հաշվանդամություն, ստանում են վիրավորումներ, հայտնվում են հիվանդանոցներ, ինչ ծախսեր, ինչ ամեն ինչը, ու սա ինչի համար, որովհետև իրանք չեն կարողանում կազմակերպել երթևեկություն, անել որ պայմաններում, երբ որ պետությունը իր հերթին է
միլիոնավոր դոլարներ ծախսում։ Ոստիկանության ֆինանսավորման ծավալները ավելա դրա մասին չեն խոսում, այդ իրանց չեն ուզում դրա մասին խոսեն, մեզ էլ ժամանակ չեն տալի խոսել։ Այսօր այս առավոտը ժամը 11-ից մինչև ժամը 5-ը գտնվել եմ ազգային ժողովում, 4 րոպե խոսալու համար։ Ինձ ընդամենը տվել են 2 րոպե հնարավորություն, 2-ական րոպեներ 3 հոգու հարց տալու համար 6 րոպե, 2 րոպե էլ ելույթ, պատկերացնում եք, սաղ իրար ես ընդ ունեցել եմ 8 րոպե այսօր։ Այս 8 րոպե խոսալու համար ես ընդ գտնվել եմ 8 ժամ։ Ու վախեցած, ասենք են նախագահողը ես վստահ եմ, եթե ես այսօր ընդեր չլնեի, ամփոփիչ ելույթների համար ժամանակը շատ մարդը չէր հերթագրվել, 4-5 հոգի են։ Արեք ասենք որ 5 րոպե հնարավոր վախենում են, ասում են, եթե մյուսին 5 տանք, պիտի Ստիվաց Ղազարյան Էդգարն էլ 5 րոպե տանք։ 5 րոպեն իլի մեզ նախշի, ասենք այդ ինչի նման գլի։ Որ նախագահողը այսպես բորբոքվեց մի պահ, փորձեց։ Նախագահողը ինձ բացատրում է, ես ասենք իմ ելույթում ասում եմ, որ ոստիկանապետը չի տիրապետում, որովհետև հարցեր եմ տալի, ոստիկանապետը չի կարող պատասխանի։ Ասում եմ, թեմային առնչվող հարցեր, ասում եմ, վարչապետն ասում է, որ ոստիկանությունում դուք կեղծ պրավաներ եք բաժանում, վարորդական իրավունքի վկայականներ։ Ու մեր երկրում բոլորի վարորդական իրավունքի վկայականները պիտի համարենք անվավեր, մարդիկ նորից տան քննություն ազդեն, որովհետև ասում եմ, մեկը ինձ 300 մետրի վրա բերել են պրավան, 300 մետրի, SMS-ը ինչա 300 մետրի վրա ճամփենք ես, ասեք 300 մետրի վրա ոնց եք ես տվել։ Կամ ասեք, չեն, ասում ես ճանաչված լրագրող էի, վախեցան բերին տվին։ Հիմա Հայաստանում բազմաթիվ ճանաչված լրագրողներ կան։ Նրանք կարող են առանց քննություն ազդել տան պրավաստանը։ Վստահաբար ոչ։ Բայց վարչապետը ասել է, դու էլ ների բանը ոստիկանության պետ ես։ Հարցնում ասում եմ, ծառայական քննություն նշանակել եք բարձելու համար, թե հիմա այս պահին վարորդական իրավունքի վկայականները ո՞նց են տրամադրվում։ Իրան իր ժամանակի 300 մետրի վրա ով է տվել, կարող է հիմա լե ծառայության մեջ է։ Բայց չես կանչում ասես, 300 մի հատ ֆուտբոլի ստադիոնը 100 մետր է, 3 հատ ստադիոն։ Միծերը Նիկոլ Փաշինյանը կայնած, միծերը պրավա տվողը։ Թե ոնց է տեղ ունեցել, էդի չեմ հասկանում այդ process-ը։ Հիմա ասեմ դի ծառայական քննություն նշանակել եք էդի բար։ Ասում է պրավան, ոստիկանապետն ասում է պրավան ի՞նչ կապ ունի ճանապարհային երթվեկության անվտանգ։ Մարդը պրավայով ակշում, առանց պրավայի ակշում, էդ ի՞նչ կա։ Օրի ավտոքշել գիտի պրավա ստացել է, թե 300 մետրից է ստացել, ի՞նչ կապ ունի։ Հարցնում եմ, ասում եմ, պարոն ոստիկանապետ, Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից առաջ վարչապետը հայտարարել է։ Ասել է, որ ես գամ վարչապետ, բոլոր արագաչափերը եւ բոլոր խաշմերուկի վրայի կամերաները հանելու են, կես ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, մարդը ջանդարնա կարող է մի անգամ էլ խախտում անում, հիմա այս կամ մարդ քշում են, թող մեկն է խախտ։ Էդ ասե։ Ժողովուրդը ոգի լավ են, ես իմ ռուսիկանի վահագինը կլներ։ Գնաց տարավ են բանը արագաչափը փակեց, Սերդեչնի պրիվետ ա Զիմզիմովա բան, հիշում եք այդ 18 թվի։ Այո։ Հիմա ասում եմ, ձեզ հարց եմ տալի, ոստիկանության պետն եք, 18 թվի մինչև 18 թիվ Հայաստանում քանի արագաչափ ա եղել, քանի տեսադիտարկող սարք ա եղել, 18 թվից մինչև հիմա է ինչքան եղել, կրճատվել է դրա թիվը, նկարա չի ասի, մինչև 18 թիվ եղել է 260 սարք, հիմա դրանց քանակը հասցվել է 10-ի, կարա չի ասի։ Կամ կարա ասի 260-ներ դառել է 2600։ Թիվ պիտի ասի, չի ասում եմ, ինչքան ավելացել է, պակասել է, տուգանքների քանակ ասում եմ, ինչքան մարդն ասում է, պիտի ժողովուրդը տուգանքի մատերիալ չլինի։ Ինքը ներկայացնում է թվեր, թե ինչքան խախտումներ են արձանագրել, ասենք ենթադրենք Ռեմենը չգցելու համար ասում անցած տարի եղել է ենթադրենք 50,000, այս տարի 180,000, տես թվեր էր ասում, էլի հիմա անգիր չեմ հիշում, տեսանյութերը որ նայեք, ճիշտ է, այս մոտավոր բանը, համարեք պայմանական։ Բայց այնտեղ թվեր կան, որ 3 անգամ, 4 անգամ, 5 անգամ ավել, սա խախտումներ են, չէ՞, սա փողեր է, որ մարդկանց թալանում են։ Բայց երթևեկության վիճակը մնացել է վատ, միլիոնավոր դոլարներ, պետբյուջեից ինչքան են ծախսել, ոստիկանության վրա ինչքան լրացից ծախսել են, էդի քիչ է։ Մի հատ էլ բանը Ամերիկայի դեսպանատուն, Եվրամիության դեսպանատուն, ԵԱՀԿ, դրանք իրանց հերթին, այս պարեկային ծառայությանը, չէ՞։ Այն Ռուսաստանի դեսպանությունը կատերներ նվիրեց ջրային պարեկներին։ Հələ ինչքան ֆինանսական, տեխնիկական աջակցություններ ստացել են տարբեր երկրներից միլիոնավոր դոլարներ։ Արդյունավետությունը նայում ես, արդյունավետությունը 0, այսինքն ճանապարհային երթևեկության անվտանգության համարյա գրեթե ոչ մի ցուցանիշում դրական դինամիկա չունեն։ Մի որ անցած տարվա համար մի քիչ բարձրացում մահվան քանակներն է պակաս, բայց Անես չի էլի, որ վերացրել են, արդի գնահատես վթարներ, որին տարբերական ինչի ատես, որովհետև այդ նախարարությունը փաստացի ղեկավարում է Դանիել Իոնիսյանը։
Ընդ պարեկների ընդունելության հանրաժողովի անդամը, չէ՞, ինքը նստած որոշում է ոստիկանությունը ով ինչ պաշտոն զբաղեցնի, հարցեր է տալի։ Դանիել Յովհաննիսյան ոչ ոստիկան է, ոչ իրավաբան է, ոչ փորձառություն ունի, ոչ գիտելիք ունի, չէ՞։ Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ ավարտել է, բարեբախտաբար իր մասնագիտության մի օր չի աշխատել, ոչ պետգիտությանը ոչ մի վնաս չի տվել։ Հիմա ասենք թե դրա փոխարեն եկե ընկելա Մեյդան ու այն աստիճան, որ բան այդ հանրաժողովի նախագահին չել մոտեցել, երևի SMS-ա գրե բան չէ, WhatsApp-ով էլի։ Ասում է իմ ելույթը հետո է նախատեսված։ Կլինի ես հիմա շուտ ելույթ ունենամ, պիտի գնամ կառավարություն։ Իրանց նախատեսված ելույթները, ասենք ոչ հիմնական զեկուցողների, լրացուցիչ զեկույցներ, նախատեսված անմիջումից կլինի ես հիմա ելույթ ունենամ ու հիմնական զեկուցող ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանը պիտի նստի, սպասի։ Որ Դանիել Յովհաննիսյանը խոսար գնա, այդ Խաչատրյանից զգուշացնում ասում է ով է։ Գնում է ջանդամը գնա, ասենք որ ուզում է, ասենք որ մենք Դանիել Յովհաննիսյանի ելույթը չլսենք, կարող է անկար սրտներս ճաքի, հա։ Գնում է դու ասեք կարող նաև չկար, я գինամ կաս, я գինամ չկաս կատեգորիայի մարդ է։ Ասենք ու ինչ սա, ու հետն ինչ է բարձում։ Ու գեներալն ասում է, հա, պատկերացնեք ներքի ոստիկանության պետը նստած է, փոխվարչապետը նստած է, Դանիել Յովհաննիսյանի ելույթը առաջ են գցում, դրանից առաջ ինքը պիտի խոսեր այդ պահին Արամ Հովհաննիսյանը։ Արամ Հովհաննիսյանը նստած սպասում է, շեֆն է խոսում, էլի Դանիել Յովհաննիսյանը պատկեր։ Ու այդ իսկապես իրancs ընկալումն է, այդ մենակ արարողակարգի, չգիտեմ, նիստի կազմակերպման հարց չի։ Դանիել Յովհաննիսյանը իրան զգում է ոստիկանապետից բարձր մարդ է երկրում, որտեղ փաստացի է, որ այդ ոստիկանությունը ինքը բոլոր կարևոր որոշումների կայացման գործին մասնակից է։ Խոսալուց գիտես ինչ ասում։ Տվյալները ասում է զարմացած, ասենք իրան էլ հարստալ չի կարելի, հելավ գնաց։ Երբ արդեն всё էլ է, մեզ իր մտքերը ասենց ցապնեցա գնաց։ Պարզում է ինքը տեղյակ է, ասենք պարեկային ծառայության առանձին գումարտակների գործունեության ծառայական տեղեկություններից։ Ասում է այս մի գումարտակում, որտեղ ծառայողները, չգիտեմ, այս ինչ մասնագիտություն ունեն կամ մարզերում են, այս ինչը Երևանում են, ընդ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն են շատ ֆիքս է։ Մյուս գումարտակը, որի հրամանատարը այս ինչն է, ընդ այդ գումարտակում նարկոտիկների բացահայտումներն է շատ ճանապարհ։ Այդ տեղեկությունները, ծառայողական տեղեկություններ ոստիկանության ներքևից, դա հրապարակային տեղեկություններ չի, էլի։ Հատկապես ոստիկանությունում, անվտանգության մարմիններում, զինված ուժերում, դիվանագիտության մեջ, օրինակ ես որ դեսպան էի, մենք ստանում ենք փաստաթղթեր, որտեղ գրած էր ՕՀ ծառայողական օգտագործման համար։ Այսինքն այդ փաստաթուղթը քո աշխատանքային փաստաթուղթ է, դրա տեղեկությունը, բովանդակությունը դու չպետք է հանրայնացնես։ Հիմա ոստիկանությունում ներքին կազմակերպական հանցագործությունը կոնկրետ ստորաբաժանումները ինչ անձնակազմով են դուս եկել ծառայության, ինչ արդյունքներ, դա ներքի ծառայողական ինֆորմացիա է։ Ասենք Միացյալ Նահանգների դեսպանությունից փող ստացող մարդը, որի ֆինանսավորումը Հայաստանից 0 դրամ, այսինքն ոչ մի հայկական կազմակերպություն, ոչ մի հայ քաղաքացի, ոչ մի Հայաստանի հետ կապված ոչ մի բան, իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության էլ փող չի տվել։ Նրան փող է տալի Ամերիկայի դեսպանատունը, փող է տալի Ամերիկայի մի կազմակերպություն, որ գտնվում է Վաշինգտոնում, մի հատ ուրիշ եվրոպական կազմակերպություն, որի գրասենյակն չին հանել եմ, էլի։ Հիմա այս ֆինանսավորման դադարեցումներից հետո չգիտեմ ինչքան է։ Ամսեկան մոտարապես 55-ից 60,000 դոլար է դրա կազմը ու կանոնավոր իր դոնորները կանոնավոր, սա դրսի։ Ու այս մարդուն մեր ոստիկանությունը տալիս է իր ներքին ծառայողական տեղեկությունները։ Պատկերացրեք, ասենք այդ նույն բանի մասին խոսենք, Դանիել Յովհաննիսյանի փոխարեն ասենք Դանիել Յանիեսով։ Ասենք մի հատ ռուսել է, բարձր որ մի հատ ռուս կամ Ռուսաստանի դեսպանությունից, չէ, ասենք թե Ռոսսատրուդնիչեստվայից ամբողջությամբ ֆինանսավորվող մի հատ մարդ տեղեկություններ ստանա Հայաստանի ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայական գործունեության ամբողջ երկիրը խառնվել ասի բան մեր բանը ինքնությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը դարձել են գուբերնիա, դարձել են, չգիտեմ, ծայրագավառ, ռուսիստրուկս, ռուսի կոշիկի տակ, սապոգի տակ, ասես բաներ կասեն։ Բայց դա ու ելույթ ասեք ինքան էլ դրան նկատել եք մի քիչ տեղը ահագին բացակայում է։ Հələ մը խոսում ասեք օրինակ մարդը չէ կարող ֆասարը լավ շատ է որ ինձ այդ մասին ասում են ուղի եթերը վեսել եմ դուս եմ տալի բա մեկը կլսիկ ասելիս ինչ էր խոսում են մի լսել եմ չէ մեկը կլուզի հետո կվելուծի չէ ասելս տեղեկությունները դու փաստորեն գիտես ուրեմն քեզ տալիս են
Ով է տալ այդ տեղի։ Ոստիկանապետ տեղյակ չի։ Դանիել Յունիսը տեղյակ է։ Դա մայլ ասում է սպասի ոստիկանապետ։ Դուք նշեցիք Պարամատ ես էլ ասեք այսօր ո՞ր պիտի այթայր դու։ Հա։ Այսօր էլ ինչ օր է։ Ոստիկանապետ է։ 5 շաբթի ինչ օր է։ 4 շաբթի է, 5 շաբթի է, չասես շաբաթօր էր, ասես մեկը միտեղ խաշլամա էր Սարգսյան, ասես հա։ Բայց այսօրը ո՞ր պիտի է, թե նա արի նստի ազգային ժողով հանգիստ քո համար Դանիել Յունիսյանը բանը կգան խոր։ Մի հատ ուրեմն ԿՊ-ական Երևանի ավականու անդամ կա։ Անունը չեմ էլ հեծանիվների ասոցիացիայի նախագահ, չգիտեմ ինչա, միլիոններով փող է ստանում։ Այդ Նիկոլ Փաշինյանի հեծանիվների թատրոն կազմակերպիչներից է։ Դրա այդ հեծանիվ կշողա։ Այն առաջի օրվանից էլ միլիոններ են ստանում իրանց հական կառավարությունից, որ այս սրա հետ ելնեն այդ կրկեսային բեմադրություն։ Ուրեմն որ գնում եմ ազգային ժողով, տենում եմ, որ ավտոյից իշտում է գալիս է։ Մեկը ելույթ անենում, թե հեծանիվ քշել ինչքան կարևոր բան է, Երևանը այսօր, որ ճանապարհային անվտանգության համար շատ կարևոր է որ մարդիկ հեծանիվ քշեն, հեծանիվը պետք է մոռանանք ավտոների մասին, կամաց արդեն բոլորը սկսենք հեծանիվ քշել, Երևանը շատ հարմար է հեծանիվ, վարչապետը խրախուսում է հեծանիվ քշելը, մեր կառավարությունից ելույթ անենում, ահագին էլ ժամանակն էլ անցել է, դեն դզիկը սխմեն, ինքն էլ խոսում է։ Ելույթը բրծավ ասում եմ, դու իսկ կասես հեծանիվով ես այսօր եկել, թե Mitsubishi-ով, որովհետև իմ աշկի առաջ Mitsubishi չելա, պուտը սղմել է եկել ազգային ժողով։ Ինքը ավտո է քշում։ Հեծանիվ է պրոպագանդա։ Եկել ազգային ժողովից ասում եմ, մեր վարչապետը ինչքան լավն է, որ սաղս հեծանիվ են քշում։ Ձեռ են առնում են մարդկանց։ Պարոն Ղազարյան, մինչև խոսքը պարոն Իսագուլյանին տալը նշեմ, որ մեզ հետևում է նաև Գևորգ Պետրոսյանը, այստեղ գրել է Լուսինե ջան քաղաքական հումորի արքա ընկերոջս ասա մեզ խնայի։ Ասա հելարի ինչ ես նստել նայում։ Լսեցիք պարոն Պետրոսյան, սպասում ենք ձեզ։ Դա տաքսի վերջուալի։ Պարոն Իսագուլյան, որպեսզի տպավորություն չլիներ, որ ես ու Էդգար Ղազարյանը այսպես ավելի շուտ ես որպես լրագրող իմ կարծիքն եմ հայտնելու Էդգար Ղազարյանի մեղմ ասած հերոսությունների մասին ազգային ժողովում եւ այն սուր հարցադրումների, որոնք շատ տեղին են, առաջարկում եմ դուք վերլուծեք Էդգար Ղազարյանի այս տեսակը, որքանով է կարևոր, որ նա ներկայացված լինի ազգային ժողովում, քաղաքական դաշտում։ Ուզում եմ խոսենք Էդգար Ղազարյան տեսակի մասին, որը շատ է պակասում։ Վտանգավոր տեսակ է, շատ վտանգավոր տեսակ։ Ուրեմն անկեղծորեն պիտի ասեմ, ես դեսօր հաղորդում տիվարեի, բայց որ իջա տեսա գրասենյակում ասում են, որ ժամը 6-ին Լուսինե Այրապետյանի հյուրը Էդգար Ղազարյանն է, ապշեցի, որտեվ այսօր ամբողջ օրը առավոտվանից կարելի ասել սոցցանցերը բացում եմ Էդգար Ղազարյան, Խաչատրյան են գրզում։ Խաչատուր Սուքյասյան, Էդգար Ղազարյան ոստիկանապետ, Էդգար Ղազարյան ուրեմն հարցեր, Էդգար Ղազարյան չգիտեմ եւ այլն, գայշնիկ։ Մտածում եմ Տեր Աստված, այս ինչ երևույթ է տեղի ունենում։ Վերջը, նայեցի տեսա որ լսումներ ազգային ժողովում։ Ասի մի հատ բան անեմ էլ դենց հավաքագրեմ, տեսնեմ Էդգար Ղազարյանը, լավ էս ինչ է արել, որ այսքան ամբողջ սոցցանցերը տրակում են։ Մենակ Էդգար Ղազարյանն է իր հարցադրումներով ու ելույթներով։ Նայում եմ ելույթ մի 2 րոպե, հարցադրումներ մի 2 րոպե։ Այդ գումարեցի տեսա որ չէ, 10 րոպե էլ չի անում։ Բայց ինձ թվաց որ ամբողջ օրը բոլոր սոցցանցերը, բոլոր կայքերը մենակ Էդգար Ղազարյանի ելույթը։ Եվ ակամայից մտածում եմ, ուզում էի հասկանալ գոնե մին դիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի կողքը ազգային ժողովում կա թե չկա։ Եվ պարզվեց, որ ոչ մի ուրիշ պատգամավոր գոյություն չունի։ Մեկ էլ մի հատ ազգանուն ընկավ շատ ծանոթ լրագրողու ազգանուններ։ Մտածեցի, որ իր ելույթն է միացնեմ, լսեմ, միացեցի, տեսա չէ, որ մի մարդ էր, ճաղատ գլխով մարդ էր, որ խոսում էր էլի ու ասեց, որ դուք սաղդ հանցագործներ եք, կաշառակեր սերիկաններ եք եւ այլն։ Ազգանուններ բարձում է համընկը։ Այսինքն մենակ Էդգար Ղազարյանը այսօրվա լսումների ընթացքում կարողացավ ապահովել ամբողջ Հայաստանի լրատվական դաշտը, կարողացավ իր ելույթներով ազգային ժողովի քպական падգամավորների եւ կառավարությանը զրոյացնել ու հասարակության մեջ ստեղծել տպավորություն, որտեղ փորձում է հասկանալ, թե ընդամենը 8 րոպեն տարբեր կայքերով ինչքան նայեն։ 100,000-ից անցավ մենակ այն բանը, որ ասում ես ընդամենը մի ժամի չափ փորձել եմ տարբեր կայքերով նայել ու հասկանալ ինչ է տեղի ունենում։
Այսինքն եթե ելույթ ունենային 35 մեր ընդդիմադիր падգամավորները, պատկերացնում եք 35 ընդդիմադիր падգամավոր։ Նախապատրաստված լինեին նենց ոնց որ նախապատրաստվել է Էդգար Ղազարյանը, դուք պատկերացնում եք այդ լսումները ինչի կվերածվեին կամ ազգային ժողովի այդ հարց ու պատասխանը, ելույթները, կուսակցությունների, խմբակցությունների բաները բլուր։ Պատկերացնում եք, եթե Էդգար Ղազարյանը ընդեղ էր, ինչքան լսումներ ինքը կկազմակերպեր, ինչքան ուրեմն, այսինքն հանրությունը ամբողջ օրը կստանար ինֆորմացիա։ Կներեք, նոր հաշվեցի 35 падգամավոր, եթե տեսօր ընդ ամեն մեկը 10 րոպե խոսար, երկուական հարց ելույթ, անում է 6 ժամ։ Այո։ Այսինքն 6 ժամը այդ լսումները պրավալը, մենակ ընդդիմություն։ Հիմա տեսեք։ Իրա ոտովել ընդ եկել է ոստիկանապետը, փոխվարչապետը, փոխնախարարներ եւ այլն։ Նույնիսկ այդ կարևոր էլ չի։ Այսինքն մենակ Էդգար Ղազարյանը փոխարինում է մեր 35 ընդդիմադիր падգամավորներին եւ ավելի հազարապատիկ ավելի բարձր իրավիճակ է ապահովում, քան ապահովում են։ Ես դա էլ եմ, օրինակ այդ հարց ու պատասխանների ժամանակ կան կոնկրետ ֆիգուրաներ, որոնց երևում է, որ նախորդ հանձնարարություն են տվել, որ դուք այդ օրվա հարց ու պատասխան եւ պետք է ապահովեք, այս ինչ մեկի PR-ը։ Ոչ թե պետք է հարց տակ, ոչ թե պետք է հանրապետության խնդիրները ապահովեք, այլ պետք է ապահովեք ինչ որ մի անձի PR։ Կարծես թե Հայաստանը ոչ Արցախ են կորցրել, ոչ այդքան երեխա են կորցրել, ոչ Հայաստանից տարածքներ են կորցրել, որ ոչ էս պատուհասը մեր երկիրը տանում է կորցարված, այլ իրանք գալիս են ընդ ապահովելու, այս ինչ մարդու PR-ը, ես չասեմ ում PR-ը։ Լավ, ինձ մտահոգում է մի հարց, հարգարժան իմ ընդդիմադիր падգամավորներ։ Եկեք պարոն Էդգար Ղազարյանի մոտ դասընթացների։ Չէ, թող գա։ Որտեւ երբ որ գնում ասում ես առաջարկում ես ինչ որ բան, ընչի քեզ են կառաջադրելու վարչապետ։ Այո, հենց Էդգար Ղազարյանին է կառաջադրելու վարչապետի տեխնացու, երբ որ հանդես դուք ձեր ամբողջ քննիները գիտեք չեք վախենում անվստահություն հայտնել Նիկոլին։ Որտեւ գիտեք այն մարդուն, որ դուք եք ուզում առաջարկել, այնի վարկանիշ չունի, չի կարող անցնել օրինակի համար։ Իսկ եթե օրինակ առաջադրեք Էդգար Ղազարյանի, գիտեք որ Հայաստանի ամբողջ շրջաններից բնակչությունը լցվելու է Երևան եւ Նիկոլ Փաշինյանը պաշտոնին մնալու է 2 ժամ։ Բայց 2 ժամ հետո Էդգարն է դառնալու վարչապետ, իսկ դուք տեղ չեք ունենալու։ Ձեր այս մարդը նույնիսկ ձև է առաջարկել։ Ես կլեմ վարչապետ, տեխնացու։ Փոխ վարչապետ կձնեմ ձեր սիրած մարդերին։ Հենց ընտրվեցի հրաժարական կտամ ձեր սիրած մարդը կդառնա վարչապետ։ Արան չեք իմ ցավը դա է։ Սովորեք աշխատել։ Սովորեք աշխատել։ Եվ Էդգար Ղազարյանը այսօր կներեք, պարոն Ղազարյան, ես ձեր ներկայությամբ չէ որ ուզում եմ դա ասեի, բայց այսօր ասում եմ այսօր իմ տպավորությունը նենց է, որ եկա իմացա, որ դուք մեր մոտ, ես պետք է ժամը 7-ին եթեր ունենայի ուրիշ մեկի հետ եւ կապված էր որոշակի խնդիրների հետ մեր ընդդիմադիր դաշտի, բայց ապշած էի, որ իմացա 6-ին դուք ուրեմն Ռուսինեն դատի էր, հա, որոշել եք որ այդքան աշխատանքից հետո 10-ին իմ դատն է, ես հլստից պիտի գնամ պատրաստ։ Դե վաղը մենք ձեր դատին մասնակցելու ենք, վաղը 10-ին ձեր, հա։ Հիմա դրա համար ես ուղղակի Լուսինե ջան, Էդգար ջան, իմ ամբողջ ասում եմ ցավը նա է որ երբ որ ցուցակ են կազմում, ընտրում են մարդկանց, որոնք իրանց կամակատար լինեն, իրանց PR-ը ապահովեն, գոյություն չունեցող PR-ը։ Եվ դա մեծագույն խնդրեմ է մեր ժողովրդի համար։ Գուցե մեր բոլոր դժբախտությունների պատճառը դա է։ Որ այն մարդիկ, ովքեր ունակ են աշխատելու, մենք այդ մարդկանց չենք նկատում կամ չնկատելու ենք տալի, կամ վախենում ենք այդ մարդկանցից, որտեղ տեսնում ենք մեզանից ակտիվ, մեզանից խելացի, մեզանից գրագետ, մեզանից ավելի ունակ, ու մտածում ենք, արա չէ, սրանց հարկավոր է վերացնել, սրանց պետք է արգելել, սրանց ոչ միտեղ ցույց չտալ, որ հանկարծ ժողովուրդը չի բանա, թե չասեն, եթե ոչ Նիկոլը, բա ով։ Իմ հայտնի, որի համար դատվում եմ, ասում եմ, Արամուսից մի հատ կթան կով։ Հիմա Այմար, բայց կան Էդգար Ղազարյանի կաթա տալի։ Չէ, հիմա մի քիչ դրական եմ ներկայացրել, էլի, որ ասում են, թե ոչ Նիկոլա, ապա ով։ Հիմա այդ հայտնի գործով, որով դատվում եմ, այնտեղ չգիտեմ ինչու եմ որոշել Արամուսից կթանկով, որտեղ զոքանչս Արամուսցի է։ Արամուսը գյազարը չի։ Գյազարն էլ է, բայց դա կովերել կան։ Հիմա, այսինքն կան են մարդիկ, ովքեր այսօր ունակ են մենակ ամբողջ կառավարության եւ ԿՊ ազգային ժողովի падգամավորներին վախի մեջ պահել, վախի մեջ։ Եվ մենակ նրա համար, որ Էդգար Ղազարյանը ներկայանում է այդ ուրեմն լսումներին,
նախագահողը առաջ կարակ իրար հետ քչփչում են, օրենքով 5-ից 10 րոպե են տալի ընդհանրապես։ Տալիս են 2 րոպե, վախենալով արձանագրել, որտեվ եթե 5 րոպե լինի, 5 րոպե ուրեմն հարցեր տալ, 5 րոպե ելույթ ունենալ, հետո ամփոփիչ ելույթ, 15 րոպե հետո իրանք կդառնան 0։ Այդ համար դες վախեցած են, սարսափած են։ Լավ, բա դուք մանդատ ունեք։ Դուք այդ բոլոր հնարավորությունները, որոնց մասին Էդգար Ղազարյանը արդեն 5 տարի անդադ ասում է, դուք այդ հնարավորությունները ունեք։ Հիմա պատկերացնում եք ձեր բոլորի փոխարեն, երանի թե մենակ, մենակ Էդգար Ղազարյանը այդ մանդատը ունենար։ Մեկ է, դուք այդքանով Էդգար Ղազարյանի 1%-ը չեք կարողանում անել։ Կներեք որ սենց եմ ասում, թող ոչ մեկը չվիրավորվի։ Չէ, ախր չափազանցությունը որ դուք շատ դիպուկ, օրինակ երբ որ իմացա այդ Սուքասյանի հետ վեճը որ եղել է, երբ որ ասել է ոնց դուք ինչ չեք քաղաքական, ասում եմ, այստեղ խնդրում են քաղաքական հայտարարություններ, ասում եմ, պետք է անթույլատրելի է, որ այստեղ այդ խորհրդանական լսումների ժամանակ քաղաքական հայտարարություն։ Ազգային ժողովը քաղաքական մարմին է, ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցնում։ չէ, բայց դուք շատ սրամիտ պատասխան եք տվել։ Հա, ես էլ ասում եմ, դե մարդ, ասի դու ստե ինչ գործ ունես, էլ որ մտել հասկանաս քաղաքականություն չէ, քաղաքական։ Այդ նույն այնքան է այնքան դե դիսկոմֆորտ զգում, ոնց որ հիմա ինձ տանեն դնեն Մոնտե Կարլոյի կազինո։ Պատկերացրեք ինչքան ես ինչ անհարմարեցի չեմ իմանա ինչ պիտի անեմ, չէ կբերեն ֆիշկե կդնեն, չգիտեմ այդ ֆիշկեն ինչի համար է, որտե ասենք ինքը դրա պրոֆեսորն է, չէ։ Հիմա ասենք ես ինձ այսօր ազգային ժողով ոնց եմ զգում։ Մտածում եմ որ ինքները այդպես իրենց զգում են Մոնտե Կարլոյի կազինոյում։ Հիմա ոնց որ բան է էլի, ինձ տանեն ընդ ես ընդ վատ կզին, ինքը ասում է չհասկացա, այս եկել էստե ելույթներ ես ունենում։ Այ քեզ, բա որտե պետք է ելույթ ունենաս։ Ներքին գործերի նախարարուին ինչի չէր եկել այսօր։ Թե իրան։ Որտե ոստիկանության պետը կարել էր, ոստիկանությունից էլ պատասխանատու մարդիկ կային, մենակ ասենք ուրիշ ոլորտներից է կային նախարարություններից բաներ, կարար չկար, դե հիմա չնայած փոխվարչապետներ ընդ է, որը որ այդ ոլորտի իբր համակարգում էր, բախտաբար դրա գլխի մեկնել իրան համակարգի խեղճ անջար մի հատ կա է։ Այսօր իմջալը ցանցերում ես հանդիպեցի գրառումները, չգիտեմ, ես գլխավոր դատախազուի անպայման այդ հարցը ուղղել նայել։ Այնտեղ ասում եմ մտել ինչ որ զորամաս տիպել եմ որ զինվորները խոնարհվեն։ Տեսանյութը կա, պարոն Իսագուլյան, ես չգիտեմ, ձեզ երբի չեմ ուղարկել, այո, իսկապես էս խոնար, չգիտեմ, ողջունում են, ասում են բոլոր ամբողջ դահլիճում նստած ուսանողները, ասում են ողջույն տիկին գլխավոր դատախազ։ Ասենք տենց ողջունի այդ տեսակը զինվորական կանոնակարգով նախատեսված չի։ Չէ, բայց խոնարհում։ Չէ, դες հիմա դատախազույց ասում են իրանք չեն խոնարհվե։ Բայց իրականում տեսանյութում երևում է որ այսպես խոնարհվում են։ Հա։ Չասեք տեսանյութը մոտ ուղարկեք էլի ինձ հիմա։ Այցելություններ գիտեք ինչ է, վարպետաց դաս։ Վարպետը։ Դες մի հատ վարպետաց դասել բան է, չէ, ես անունը դրել էի վարպետ Ուստանո Անահիտ Մանասյանը գնացել էր Եվրասիական համալսարանում վարպետաց դասեր անցկացնում։ Կարող եք տեսնել տեսանյութը։ Տեսեք որ խոնարհվում։ Այդ վարպետաց դասից առաջ ազգային ժողովի լսումների Անահիտ Մանասյանը մասնակցում էր, բարձր սահմանադրությունը չի կարդացել։ Ինքը ես մինչև այդ ներկայանում է որպես սահմանադրության սահմանադրագետ։ Սահմանադրական դատային նախագահ Գագիկ Խարությունյանի խորհրդականն է, այսինքն խորհրդատվել Գագիկ Խարությունյանը շուտ բան արել։ Այդ սահմանադրագետը պարզ սահմանադրություն չի կարտացել, որովհետև սահմանադրությունում գրած հայ բանը Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է, դրա հիման վրա էլ ընդունվել է լեզվի մասին օրենք, որտեղ ասում է պետական բոլոր մարմինների գործավարության լեզուն գրական հայերենն է։ Ու ինքը մի հատ զեկույց է հրապարակե, պաշտոնական իր մարդու իրավունքների պաշտպանի զեկույց է Հայաստան, մենակ անգլերենով։ Այս դժերևը չի կարծի, že մարդը ասենք եթե ինքը գրագետ է, ասենք նես չի որ ինքը ասենք Նիկոլ չի էլի, որ մենակ Իջևանի առաջ դպրոցն ավարտածել լինի։ Իր ամենայն դեպս կենսագրությունը որ նամես համասան ավարտել, մագի ասպիրանտուրայի ավարտել, պաշտպանել է, չէ՞, ասենք գրագետ։ Բայց գրագետ մարդը եթե սահմանադրությունը կարդում է գրած է որ Հայաստանում պետական լեզուն հայերը չի հասկանա։ Պետական պաշտոն է զբաղեցնում գրած է պետական բոլոր պաշտոնյաների ստեղծած փաստաթղթերը պետք է լինեն գրական հայերենով։ Ասեմ, ստեղ ուղղակի հաստատ թյուր իրավիճակ է ստեղծված։ Բարձ երևում է որ գալիս է ասում են նստեք, երեխեքը նստելուց այդ դիրքը ընդունում են, եւ սա կզելու որևէ բան չի։ Ուղղակի որ սարքել է սա։ Սարքել են, լենթը հետ են տալի։ Ես չէի նայել, հիմա նայում եմ։ Պարզ երևում է որ գիտեք այս այլ է շատ վատ։ Պարզ երևում է որ երեխեքին ասում են նստեք,
Երեխեքը դե բնականաբար հիմա ես էլ կանգնեմ, նստելուց ստացվում է որ բան է։ Մի քիչ առաջ եմ գալի որ նստեմ։ Հաստատ վստահաբար ուրեմն այդ մի բան էլ ասեմ, ասեք ինքն դեն չի գնացել, որպես հրավիրված դասախոս, այսինքն ինքը նույնիսկ ընդեղի հաստիկային դասախոս էլ չի, չէ, գնացել այն ինչ-որ մի թեմայով հանդիպում կուրսանտների հետ։ Զինվորական կանոնակարգը չի նախատեսում իրան դասասենյակում, այսինքն լսարանում, որտեղ ինքը դասախոսություն կարդա, ողջունի այդ ձևը։ Իսկ իրան չեն այդ ձևով ողջուն, թե դասախոսը։ Չէ, հիմա տեսեք, գլխավոր դատախազը ունի զինվորական դատախազ տեղակալ, որը իր տեղակալն է, զինվորական գործերով դատախազ։ Եվ որ զինվորական գործերով դատախազը մտնում է, իրանք ողջունում են, ինքը գեներալ է, ընդհանրեն գեներալի ուսադիրներով։ Ցանկացած գեներալ, օրինակ, չգիտեն ես գեներալը որ եկավ, հիմա ես ասեմ, եթե որևէ գեներալ բարձր ողջունում զինվորների գեներալ եմ։ Պիտի դա ինձ պիտի զինվորականները բանով ուսադիր կրող գեներալը այն որ անմիջապես բանակի հետ կապ ունի։ Իսկ դատախազը ունի տեղակալ զինվորական դատախազ։ Չէ, ինքը նաև կոնտրոլ Տիկին Վարդապետյանը ես նայել եմ։ Ինքը անցած տարի երկու անգամ այցելել է երկրորդ բանակային կորպուս, երրորդ բանակային կորպուս, հրամանատարները ինչ կապ, ինքը դատախազ ինչ գործ ունի։ Նույնիսկ կրկնում, ինքը գլխավոր դատախազն է հանրապետության, որի ֆունկցիաները ունի տեղակալ զինվորական։ Որ ինչ է անում, զինվորական գործեր է հսկում։ Ընդհանրապես պետական շահերի պաշտպանությունն է իրականացնում այն հանցագործությունների գծով, որոնք իրականացել են զինվորականների կողմից։ Ինքը դրանով ոչ դա չի դառնում զինվորական։ Այդտեղ ոչ մի Այսինքն ինքը պետք է այդամետ հրամանատարը շտաբային կետ քարտեզ նայի։ Չէ, ոչ մի այդտեղ խնդիր չկա, որ գնացել է, ողջունել են։ Եվ այդտեղ է, բայց այս սարկածը, որը կարծում եմ ճիշտ չի, ուղղակի շատ լավ է որ դրանցիկ մեկնաբանեցիք, պարոն Իսագոյան, հուսանք այդպես է, օրինակ այս թեմայի հետ կապված փոքրիկ հիշեցում, որ օրինակ Աննա Հակոբյանն էլ կրթել նորաձև է արշավի ժամանակ դասախոսություն է կարդում, իբրև թե մեջբերում է Հրանտ Մաթևոսյանին, հետո պարզվում է, որ դա Վանո Սիրադեղյանի խոսքերն են։ Այսինքն այդպեսի թյուրիմացություններ դպրոցի տնօրենն է, դες պիտի լինի։ Աննա Հակոբյանի կենսագրությունն նայել եք, ես նայել եմ։ Երկու տեղ կա, հիմա ինտերնետում որ մեզ դասող մարդը կարա հենց հիմա բրաուզերը մտնի իր գրի Աննա Հակոբյան։ Մի հատ կբերի Աննա Հակոբյան.am, մի հատ է Վիկիպեդիա բաց ազատ հանրագիտարան Աննա Հակոբյանի մասին։ Միտեղ գրած է որ ինքը ընդունվել է համալսարան, բայց չի ավարտել, չգրած չի որ օրինակ իմ կենսագրության մեջ գրած է 1993-ից 1998 թվականին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, հիմա կոչվում է Հայաստանի պետական տնտեսագիտական։ Այսինքն տարի թվերը վերևում է, որ ես այդ թվին ընդունվել եմ, այդ թվին ավարտել եմ, հետո ընդունվել եմ ասպիրանտուրա 2001-ին ավարտել եմ, չէ՞։ Աննա Հակոբյանի կենսագրության մեջ միտեղ ես ընդունվելն է գրած, ավարտել է գրած չի, միտեղ ընդունվել է գրած չի, ավարտելն է գրած։ Չես հասկանում, դա ընդունվել է չի ավարտել, խառը պատմություն։ Ընդ որում էլ ինքը իր ձեռով գրել է, որ ինքը ավարտել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետը, երբ որ ԵՊՀ-ում լրագրության ֆակուլտետ հիմա էլ չկա, երբևէ չի եղել։ Միշտ կոչվել է ժուրնալիստիկա, այսինքն ոնց է հնարավոր էլի, որ մարդը միտեղ սովորի, ու ինքը չիմանա որտեղ է սովորել։ Այդպես մի հատ պատմություն կա, ես լսել եմ, որ մեկը դիպլոմը որ ձեռք է բերում, դա առանց սովորել առանց բան, ասում են չասեմ ինչովիչ էլի կիմանաք ով է։ Ասում են դու ժողն ես, չէ՞ ավարտել։ Հա, ասում եմ ժողն եմ ավարտել։ Ասում եմ ո՞ր ֆակուլտետ։ Ասում եմ չեմ հիշում որ ֆակուլտետ է, բայց այն վաղ ամենալավ ֆակուլտետ է։ Ուրեմն Հովիկ Աբրահամյանի պատմությունն ես պատմում։ Դες չասեցի։ Ասում եմ չեմ հիշում որ ֆակուլտետ է, բայց այն վաղ ամենալավ ֆակուլտետ է։ Իսագոյան շատ բան գիտեք։ Հա, պարոն Իսագոյան, դու սաղմացած այդ որ ասես։ Շատ լավ։ Հիմա սրանն է, չի հիշում որ ֆակուլտետն ավարտել, բայց լավ ֆակուլտետ է ավարտել։ Ու սրանք հիմա մարդու կնիկ բացել են տգետների դպրոց, մի որդի ունեն։ Բայց այտենց էլ կոչվում է տգետների։ Ես եմ դրա անունը։ Իրանք դրել են կրթել նորաձև է շարժում են սկսել, բայց ասում են, քանի որ այդ արշավի նպատակը տգետությունը հաղթահարելն է, դե ստացած տգետների դպրոց, այսինքն մարդը եթե տգետ չինեն չէ պիտի գնա, չէ։ Իրանք ասում են մենք այս դպրոցը ստեղծել ենք տգիտությունը հաղթահարելու համար։ Հիմա ասենք օրինակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը որ ստեղծվել է, ոչ չի ստեղծվել տգիտությունը, ստեղծվել է տնտեսագետ կadr պատրաստելու համար, չէ՞։ Հիմա այս հաստատությունը որ ստեղծվել է այս ծրագիրը տգետությունը հաղթահարելու համար, նշանակում է դա տգետների դպրոց, ով որ տգետա գնում են դե։ Գնում են դե տգիտությունը, բայց փոստը գնում են որ հաղթահարեն մտնում, բայց բարձր խորացնում են, որովհետև ընդեն այս բաներն իրաց ասում սա սխալ։
Խառնում են իրար սարքում, ասենք մի տգետների դպրոց, որի դասախոս պրոֆեսորն էլի Նիկոլ Փաշինյանը։ Կրծուն չունի, դասախոսը։ Էդ է ասում, 3 աղջիկ ունեն մի տղա։ Իմ մայրական տատին պապին հեռավոր Լեռնային գյուղում ապրող գյուղացի մարդիկ են եղել, չեն 4 տարվա կրթության, ուրեմն 6 երեխա են ունեցել, 6-ին էլ տվել են Երևանում բարձրագույն կրթություն։ Այն ամենադժվար ժամանակ հետ պատերազմյան ժամանակաշրջանում բանում իմ բոլոր քերիս, մորքուներս, մամաս բոլորը Երևանում ստացել են բարձրագույն կրթություն։ Այդ Լեռնային հեռավոր այն վաղ պատկերացնում եք, չէ՞, տրանսպորտը ինչքան դժվար է, գնալը, գալը, ընդունվելը։ Որ գյուղն է եղել։ Ազատեք գյուղը։ Ուրեմն սրանք մթոմ լրագրող են, Երևանի մեջ ապրել են, մի տղա ունեն։ Նա ոչ կրթություն ունի, ոչ մասնագիտություն։ Ասենք լավ, բարձրագույն կրթություն չի ստացել, գոնե տանեին, ասենք թե միտեղ վարսավիրություն սովորացնեին, չէ՞։ Միտեղ տանը մանիկյուր աներ սովորել, չգիտեմ, պետիկյուր։ Մի արեստի տերել ասեք այսօր միտեղ նստել, մի բան անել։ Կրթություն, այդ իրաց մի տղուն չեն կարացել կրթություն տան։ Այսօր լույսը բացվել, ասենք ես մեծ մարդ է, էլի դեսպան է, մարզպետ էի։ Մամաս մի օր չիմանար ես ուր էի, սիրտը կճակի, ամեն օր սաղիցս հետաքրում էր, չէ՞, հələ մի հատ էլ ասում էր, զանգել ես քույրիկից, զանգել ես։ Արա, բա դու մերես լույսը բացվել չես ասում, իմ տղան ուր է։ Որտե՞ղ է քնե, առավոտն էլ ինչ է կերել, գիշերը ոսկեր է, որտե քնավ, չէ՞։ Նայում եք չկա այդ, աշոտիկ չկա։ Ոչ նկարներում կա, ոչ իր մասին։ Վերջին անգամ տեղեկություն ընտիկին գան հետ կապված են սկանդալային պատմություններ, որ այն կինը տեսել էր փողոցում թափառում, վերցել էր տալ էր որ լողացներ բաներ, բռնի տարան դատին հետ կնգա։ Դրանից հետո այդ պատմությունից հետո դրանից տեղեկություն չկա։ Այդ մի տղաուն են չեն կարացել կրթություն։ Ասում եմ մի օր հիշեք, ասում եմ Աշոտիկի հետ խոսում էի Փաշինյանն ասում։ Ասում Աշոտ ինչով ես զբաղվում։ Ասում եմ բրուտագործի մոտ օգնական եմ։ Ասում եմ գրանցված ես որպես աշխատող։ Ասում եմ հելավ փախավ։ Գարեջուր էր վաճառում մի ժամանակ։ Հելավ գնաց պիտի գարեջուր ծախի, այդ էլ չստացվավ։ Այդ մի տղաուն են չեն կարացել կրթություն տան։ Իրան կրթություն չեն ստացել խառը պատմությունների մեջ։ Դպրոց են բացել, զանգում են, այդ հիմա որ նայում ես կադրերը։ Որ մատենադարանում ինչ-որ գնաց։ Այժմ են մատենադարան, ասենք Քասախի մշակույթի տուն, Վարդենիսի մեն, մշակույթի տանը մեծ դահլիճները, մարզային մշակույթ։ Այնտեղ խնդիր է դրա, դեպի իրանց համար կարևորը ինչն է, ինչ որ մեկին ինչ-որ բան սովորացնելը, չգիտեմ։ Վիդեո, մի րոպեանոց վիդեո, որ տիկին անան գցի Instagram կամ գցի TikTok, լայքեր հավաքեն, հաշվեն ասեն մենք այսքան լայք ունենք։ Այդ լայքից փող ստանում են իրան։ Այ մարդ փողը, դրանք փողի խնդրեմ։ Կարող է իրանց եկամուտը տեից է։ Ինչ ես խոսում այո, միլիարդ տատեր։ Բանը մի դալիճ մարդ զանգում է, մարզպետները պիտի ապահովեն։ Այդ մարզպետները ինչ պիտի մարզպետ ես էլ եմ մարզպետ եղել, այտենց հանձնարարություն ստանաս ինչ պիտի անես։ Պիտի վերցես մարզպետանի կրթության վարչության պետին, մշակույթի տան ասես քանի տեղա դահլիճը, ասի 200, մարզպետանի կրթության վարչության պետին ասես 200 հոգի մարդ տանը, նա էլ պիտի ինչ պիտի անի, զանգի դպրոցների տնօրեններին, մանկապարտեզների տնօրեններին, ասի բարձր դասանի աշակերտներով, մարզպետանի բոլոր աշխատողները, ենթակա կազմակերպություններ, գետակա լսվեք այնքան որ դահլիճում ազատ տեղ չլինի, այդ այլ է դրանց հանձնարարություն։ Մարզպետը մի հատ ծաղկեպուշն էլ Երևանից տանում են տալիս են, ասենք մի հատ Պերեդավոյի ավտոնետում է, մի հատ ծաղկեպուշ տալիս են մարզպետ ձեռ, ասում են տիկին անավոր գա կտաս իրան։ Սաղնույթ ծաղիկներն է, ասենք արա չէ, մի մարզի ծաղիկ է, մի մարզի ծաղիկից տարբերվի։ Մեկ ասենք կակաչ նվիրի։ Չէ, սաղնույթ ծաղիկ։ Կամ սարի սմբուլ։ Իրանք են տանում։ Մեխակ։ Այ մար սարի սմբուլ տոչելի սարի ծամոնելի։ Չէ, այդ հետները տանում են, ասում են էդի տանում տալիս են, հետո ասես կադրերը նկարում են, հետո Նիկոլ Փաշինյանն է հայտնվում բեմում, այն Ստիվ Ջոբսի նման ասես միկրոֆոնը դրած պրեզենտացիա, iPhone 13-ն է ներկայացնում էլի։ Այդ դերասանությունը հիմա մարդու կնիկ դրանով են զբաղված։ Փաստացի քարոզարշավ են անում, ասեք։ Ժամանակի շուտ հիմա 26 թվի այդ արեց մարզային այցել չէ, ասենք 1 տարուց ավելի քարոզարշավի ծրագրից դուրս մարդու կնիկ ոչ մեկին չեն վստահում, ոչ մեկին բան չեն անում, այդ իրանց վարչական ռեսուրսը օգտագործելով անուններ են Իմքայելի հիմնադրամ։ Այդ Իմքայելի հիմնադրամ բացարձակ չի վերահսկվում, ով փող տվեց, ինչի փող տվեց, իրանք ծախսին, չծախսին, ձևակերպին։ Մտեք նայեք, Իմքայելի հիմնադրամը MyStep AM-ն է կարծեմ դրանց կայքը։ Ոչ մի ասենք ֆինանսական հաշվետվություններ, ֆինանսական բաղադրիչներով չկա, որ հստակ նայես, ասենք ենթադրենք 2023 թվականի հաշվետվություն եղել է այսքան հասույթ, այսքան ծախս։ 2021 թվին ուրեմն նայել եմ ես, այդ հիմնադրամը ունեցել է $3100 մի րոպե
$3,100 թե $31,000 ոնց որ նվիրատվություն ի՞նչն է 30,000-ը մի հոգյատվի անանուն պատկերացնում եք դրանց հիմնական դոնորները անանուն այն մեծ փող տվողները 50 միլիոն դրամ 20 միլիոն դրամ 10 միլիոն դրամ անանուն նշված չի թե ով է այդ փողերը տվել ու այն դեպքում երբ որ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Լենա Նազարյանն է ով որ երբ որ Երևանի ավականու անդամ էր այդ ելք խմբակցությունից Երևանի Բնապահպան չէ ինքը բնապահպան է դարել էր Երևանի ավականու անդամ ելք խմբակ նամակա գրե ազգային անվտանգության ծառայություն երբ որ Երևանի ավականու անդամ է եղել Երևան հիմնադրամ կար որը ոչ թե էս մասնավոր հիմնադրամ էր ոչ թե Տարո Մարգարյանի կինն էր ստեղծել այլ Երևան համայնքի ավականու որոշմամբ ստեղծված հիմնապետական